Ամբողջ հանրապետությունը ցնցված է, բայց լինենք անկեղծ, թե ցնցվելու բան չկար։ Պարզից էլ պարզ էր, որ իրանց ձևովը կաշառք բաժանելու ու դրա վրա բռնվելու է։ Բա իրանք պարզ հասկանում են, որ ժողովուրդը իրանց ձայն չի տալու։ Այն մարդիկ էլ ովքեր գումար են վերցնում իրանցից, պարզից էլ երևում է վերջնական արդյունքում իրանց գցում են ու սկիչ են էլ գնում։ Մեր ժողովուրդը, մեր հասարակությունը պարզ գիտակցում է ու գիտի, ովքեր են Սամվել Կարապետյանները, Ռոբերտ Քոչարյանները եւ մնացյալները, որովհետեւ չկա իրենց ձևով, չկա Բարգավաճ Հայաստան, չկա Հանրապետական, կա մի գաղափարախոսություն՝ բերել իշխանության Ռոբերտ Քոչարյանի։ Ինչքան էլ ուզում ան դե երթում ուտեն, եսի մինչեր անեն, որ իրանց թեկնածուն Սամվել Կարապետյանն է, չկա Սամվել Կարապետյան վարչապետի թեկնածու, կա Ռոբերտ Քոչարյան, եւ վերջ, ընդդիմությունը պայքարում է զուտ դրա համար, չնայած իրանք ընդդիմություն չեն, ոնց որ կոմպլիմենտ արի իրանց նույնիսկ, իրանք ոչինչի չեն հասնելու։ Հունիսի 7-ին ասել եմ ու միշտ եմ ասելու, անհիշատակ ռադները քաշելու են քաղաքական դաշտից։ Նրանք արդեն իսկ քաղաքական դիակներ են ու պարզից էլ պարզ իրանք օրորի դա ապացուցում են։ Ինչքան էլ դե մեծ փրթեն, մեծ խոսան, եսի ինչ գործընթացներ փորձեն կատարեն, իրանք այլևս չունեն որևէ իշխանություն Հայաստանի Հանրապետությունում։ 18 թվականին իրենք իրենց իշխանությունը մսխեցին ամբողջությամբ, որովհետև վախի վրա հիմնված կայսրությունները վաղ թե ուշ փլուզվում են ու հեռանում։ Նրանք ընդամենը մի բան ունեն մեզ հետ տալու, որտեղ այն մնացածները ցավոք սրտի էլ հետ չեն կարա տան, կորցրած տարիները, կորցրած անձերին, իրանք ընդամենը մի բան ունեն հետ տալու մեզ։ Իրենց թալանածը պետքա վերադարձնեն պետական բյուջե, որտեղ այս իշխանությունը աշխատում է, Նիկոլ Փաշինյանը աշխատում է ու մեզ պետքա միջոցներ ու այդ թալանածը դուք պետք է հետ տաք ու գալու է օրը խելոք հետ եք տալու, որտեվ կյանքն այդպիսին։ Ինչևէ սիրելի հայրենակիցներ ջան, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք, կեցե քաղաքացիական պայմանագիրը եւ Նիկոլ Վարչապետ։